Թալինում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վարչապետի գաված սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։ 2025 թվականին անցկացվող Հայաստանի Հանրապետության վարչապետի գաված սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը նպատակ ունի նպաստելու հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովմանը, հեծանիվը որպես շրջակա միջավայր նախտոտվածությունից զերծ պահելու միջոց գաղափարի քարոզմանը։ Այն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական։ Մրցաշարը նախատեսված է դպրոցականների համար 2 տարիքային խմբերով 7-ից 9-րդ դասարաններում սովորող և 10-ից 12-րդ դասարաններում սովորող աշակերտների համար։ Մրցաշարին մասնակցել են 13 ուսումնական հաստատությունների 7-ից 12-րդ դասարանների շուրջ 50 աշակերտներ։ Մրցաշարի ընթացքում աշակերտներին ոգևորել են Թալինի համայնքապետարանի աշխատակիցները՝ մասնակցելով մրցավազքին՝ գլխավորությամբ համայնքապետ Տավրոս Սափեյանի։ Մրցավազքի մեկնարկը տրվել է Սուսեր բնակավայրից, իսկ ավարտը Դաշտատեն բնակավայրում։ Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. 7-ից 9-րդ դասարաններ. առաջին տեղ Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի թիմ, երկրորդ տեղ Հակոյի միջնակարգ դպրոցի թիմ, երրորդ տեղ Նոր Արթիկի միջնակարգ դպրոցի թիմ, 10-ից 12-րդ դասարաններ. առաջին տեղ Ակունքի միջնակարգ դպրոցի թիմ, երկրորդ տեղ Ոսկեթասի միջնակարգ դպրոցի թիմ, երրորդ տեղ Աքարակավանի միջնակարգ դպրոցի թիմ։ Մարզային փուլը տեղի կունենա մայիսի 20-ին։ Հաղթող դարձած 2 տարիքային խմբերի թիմերը կհանդիսանան Արագածոտնի մարզի պատվիրակները և կներկայացնեն մարզը հանրապետական փուլում։